Համացանցում հրապարակվում է տեսանյութ, որտեղ բարձրաստիճան պաշտոնյան հայհոյում է ինչ-որ մեկին։ Գուցե պատասխանում է նրա հայհոյանքին, գուցե նյարդերն են տեղի տվել, գուցե ուղղակի, ինչպես ասում են, քեֆը տեղը չէ։ Արդյոք սա համապատասխանում է պաշտոնյայի բարևարկության կանոններին, եւ արդյոք համապատասխան մարմինները չպետք է արձագանքեն սրան։ Հայաստանում նման գործառույթ ունի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որն ունի իրավունք վարույթ հարուցել, եթե պաշտոնյայի բարևարկությունը գնահատելու կարիք կա։ Բարևարկության խախտում ֆիքսելու դեպքում հանձնաժողովն այն հրապարակում է, ինչից հետո դատապարտելի առերք թույլ տված պաշտոնյայի վերադասը կարող է քաղաքապահական պատասխանատվություն կիրառել նրա նկատմամբ։ Քաղաքական պաշտոնների դեպքում պատասխանատվության այս միջոցները արդյունավետ չեն եւ գործնականում ստացվում է, որ հանձնաժողովը մի շարք գործառույթներ է իրականացնում, վարչական ռեսուրս է ծախսում, բայց պատասխանատվությունը բացառապես հանրային է։ Այսինքն, եթե մարդը падգամավոր է կամ քաղաքական այլ կարգավիճակ ունեցող անձ է, նույնիսկ նրա կողմից բարևարկության կոպտագույն խախտման դեպքում նրա վերադասը համարվելու է ընտրողը եւ ուրեմն ենթադրվում է, որ ոչ բարևարկ պաշտոնյան կպատժվի ընտրություններին, նրա օգտին ձայն չեն տա։ Իսկ եթե պաշտոնը ոչ քաղաքական է, ասենք մարդը կառավարությունից է, հանձնաժողովը նախորդ տարի անդրադարձել էր էկոնոմիկայի նախարարի գրառմանը։ Նա անդիմախոսներին համեմատել էր շների հետ։ Դիմումի հիման վրա նախաձեռնված վարույթի շրջանակում հանձնաժողովը քննել էր նախարարի գրառումը եւ եզրակացրել էր, որ նա վարքագծի կանոնների խախտում թույլ չի տվել։ Մեկ այլ վարույթ, այն վերաբերում էր կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի գրառմանը, որտեղ նա օգտագործել էր ծակ դաշնակ կաղկանձոց շնագայլ արտահայտությունները։ Կառույցն այստեղ եւս խախտում չի արձանագրել։ Օրինակ նախարարների վարչապետի դեպքում կարգապահական պատասխանատվությունը կարծում ենք ճիշտ չի լինի, բայց պետք է հասկանալ, թե ինչ լուծումներ կան, որ հնարավոր կլինի արդեն օրենսդրական փոփոխությունների համատեքստում քննարկել։ Այսինքն ստացվում է, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումները գետնի վրա որևէ գործնական արդյունք չեն տալիս։ Կորոշվի, որ անձը, ասենք, հայհոյել է հանրային վայրում եւ դա պաշտոնյային հարիր քայլ չէ, տվյալ պաշտոնյային պատասխանատվության ենթարկելու որոշումը միևնույն է, պետք է կատարի նրա վերադասը, որը գուցե հենց նույն քաղաքական ճամբարի ներկայացուցիչ է։ Երկարաժամկետ կտրվածքով սա կարող է բերել նաեւ անպատժելիության առնվազն ընկալման եւ արդարադատության մարմինների ընդհանրապես քրեական արդարադատության նկատմամբ հասարակական վստահության կտրուկ նվազման։ Սովորաբար բարձրաստիճան չինովնիկների ոչ վայել պահվածքն արդարացվում է ժողովրդի շրջանում նույն պահվածքի տարածվածության հանգամանքով, այսինքն ժողովրդի ծոցից է ելել եւ ուրեմն կրում է նույն մոտեցումը։ Որևէ կերպ չի կարող լինել արդարացում այն բանի, որ անգամ այդ հասարակությունից եկած իշխանություն ունեցող անձը իրեն թույլ տա անել այն, ինչ անում էր մինչև իշխանության գալու կամ հանրային պաշտոն զբաղեցնելու ուրեմն ժամանակահատված։ Խնդիրն այն է, որ էլիտաների շրջանում սովորական դարձող վարվելակերպը, այսինքն լայն լսարանի առջև հայհոյանքն ու ոչ հարիր պահվածքը, հոսում է դեպի հանրություն եւ դառնում կենցաղի մաս։ Սրանից էլ բխում են ամենօրյա փողոցային կռիվներն ու դանակահարությունը, հատկապես երիտասարդների շրջանում։ Այսինքն սա դառնում է մարդկանց վարվեցողության օրինակ։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։